իսկապես այսօր հայ տեսակի դեմ, ինքնության դեմ կռիվ է գնում։ Եթե իրենք նայենք իրենց գործերին մեծ հաշվով իշխանության գալու պահից սկսած, հենց այդ ուղղությամբ էլ գնում է ամեն ինչ 2022 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյան վարչապետը գնաց Պրահա եւ իրեն իրավունք վերապահեց ամբողջ Հայաստանի անունից ճանաչել Արցախ Ադրբեջանի կազմում։ Այդ պայից սկսած մեծ հաշվով իրենք քարտերը բաց են խաղում։ Այն ինչ իշխանությունները մեզ ամեն օր մատուցում են, այնքան կտրված է տրամաբանությունից, մեր ակնկալիքներից, մենք չենք կարողանում պատկերացնել, որ դա կարող է կատարվել իրականում։ Արդյոք պետք է իրոք ցույց տալ, ասել, գիտես, դու չես հավատում, բայց այն Արարատը, որ ամեն օր քո սեփական, քո ամենօրյա լուսամուտից բացվում է, քեզ կոչ հարվում այդ Արարատը որպես քո ինքնության անձամբ քո ինքնության մաս, այլևս չդիտարկել, Արցախում էլ չէին հավատում։ Ճիշտ է, մինչև վերջին պահը չէին հավատում, որ հայրենիք են կառուցում։ Մենք հստակ եւ ներսում եւ դրսում պետք է բացատրենք մեր ժողովրդին, որ մեր երկիրը զավթված է։ Եթե կա խաղաղության ցանկություն, ապա այդ խաղաղության ցանկության հետևում պիտի լինի ուժեղ բանակ եւ ուժեղ դիվանագիտություն։ Խաղաղությունը մեր ցանկությունն է։ Խաղաղությունը Փաշինյանի ցանկությունը չի։ Ինքը բերել է միայն պատերազմ։ Ինքը բերել է միայն ցավ, միայն արյուն, միայն կորուստ, քո երկիրը, քո հայրենիքը, քո ամեն ինչը, ինչը հայկական է, սիրող մարդը չի հասկանում իրեն։ Եվ ես այսպեսի մի բան արեցի մի անգամ, սկսեցի հենց ես պատկերացնեմ, ես գնում եմ ու դառնում եմ Ադրբեջանի վարչապետը։ Ինչ կանեմ ես։ Ես անեմ այն ինչ Փաշինյանը այսօր անում է Հայաստանում։ Ես այդտեղ այդ մտքի վրա ինձ բռնեցի, եթե ցնցումը իրենց չհանեց այդ թմբիրից, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչ ցնցում պիտի լիներ, որ այդ թմբիրից հնեն։ Այնպես որ պիտի փոքր ուժերը իրենք համախմբում չգնան պարակտման, այլ հակառակը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում, հյուրս այսօր Լիլիթ Բլեյանն է, երգիչ, երգահան։ Շնորհակալ եմ հարգարժան Լիլիթ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անկեղծ ասած, այնքան կուզենայի, որ հիմա մենք խոսեինք արվեստից, խոսեինք քո երգերից, թե ինչ ծրագրեր ունես, քո նոր, եթե պիտի թողարկես սկավառակներից, քո երգարվեստից, բայց ցավով պիտի արձանագրեմ, որ մենք այսօր ապրում ենք մի այնպիսի ժամանակներում, որ մեր առջև կանգնած են բարդագույն խնդիրներ եւ այն իրավիճակը, որի առաջ հայտնվել է այսօր, հայտնվել ենք ազգովի, կուզեմ այսօր հենց այդ թեմաներին անդրադառնանք, մտահոգիչ, մեզ բոլորիս անհանգստացնող թեմաներից եւ դուք մեր այն բացառիկ մտավորականներից եք, մեր ստեղծագործողներից եք, արվեստագետներից, որը բաց ճակատով խոսում է այդ բոլոր անհանգստությունները բարձրաձայնելով։ Եվ ուրեմն հարցս հետեւյալից կուզեմ սկսել, հարգելի Լիլիթ։ Տեսեք, մենք անդադ խոսում ենք, թե այ հայ տեսակի դեմ կռիվ է գնում, մեր ինքնության դեմ աշխատում են այս իշխանությունները, անհայրենիք, ապազգային, իրենց քարոզով, եւ նպատակը նրանց Հայաստանը դարձնել մի ուղղակի տարածք, գուցե ինչ որ այլ երկրների կամ չգիտեմ ժողովուրդներին ծառայող սպասարկող գաղափարազուրկ տարածք եւ հիմա ես կուզեմ ձեր գնահատականը լսել, իսկապես մենք այդ իրողության առաջ ենք կանգնած, իսկապես այսօր հայ տեսակի դեմ, ինքնության դեմ կռիվ է գնում, մենք այդ կռվի իրավիճակի մեջ ենք, այդ պայքարի մեջ ենք։ Եթե նկատի ունեք, որ կռիվ են վարում ներկայիս իշխանությունները, այո, ապա նրանք չեն էլ թաքցնում դա, նույնիսկ դա կռիվ էլ չի, դա այդպիսի մի կարծես առաքելություն լինի, որ իրենք վերցրել են իրենց վրա, չեն թաքցնում, ու գիտեք, ասված է նայեք գործերին, եթե նայենք իրենց գործերին, մեծ հաշվով իշխանության գալու պահից սկսած, հենց այդ ուղղությամբ էլ գնում է ամեն ինչ եւ շատ զարմանալի անկեղծ են իրենց մտադրություններում, հատկապես վերջին շրջանում պատերազմից հետո, որովհետեւ պատերազմից հետո չէ, 21 թվականից հետո, երբ իրենք քաղաքապայմանագիրը իր կուսակցական այդ բանում գրեց իր վերջին սուտը, որ Արցախի եւ այլնի բանը պիտի ստանձնեն իրենք պաշտպանությունը Արցախյան ժողովրդի եւ այլնի, այն ինչ մեզ մնացել էր Արցախից արդեն այդ բան, դրանից հետո երբ
2022 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյան վարչապետը գնաց Պրահա եւ իրեն իրավունք վերապահեց ամբողջ Հայաստանի անունից ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Այդ պայից սկսած մեծ հաշվով իրենք քարտերը բաց են խաղում։ Այնպես որ այստեղ կարծես թե թաքուն բան այլևս չի արվում, այլ հարց է, որ զարմանալիորեն մեր հասարակության դեռևս մի որոշակի մաս գնալով իհարկե փոքրանում է այդ հատվածը, բայց դեռ կա համառում է, չի ուզում ընդունել եւ տեսնել այն իրականությունը, որ այդքան պարզ իրենց ասվում է, ամենօրյա գործով է դա ցուցադրվում, պարզ տեքստերով է արդեն պաշտոնական ասվում, այսինքն այդ այն որ մենք պիտի այո դառնանք հրաժարվենք SSS բաներից, որոնք մեր ամբողջ ինքնության, նույնիսկ ես գիտեք, ազգային ինքնությունը ինքը մարդիկ իրենցից օտարված մի տեսակ բան են դիտում, իրենք շատերը չեն հասկանում ինչ են դա նշանակում, բայց կա մարդու առանձին մարդու անհատական ինքնությունը, մարդու, որ ծնվել է հայաստանյան հայկական հողի վրա, այստեղ մեծացել, այստեղ բոլոր թելերով կապված է այս երկրին, եւ այդ անհատի ինքնությունից է նաեւ ինքը չէ պատրաստվում վերցնել ու խլել ու մոռացնել տալ այդ ամեն ինչը այստեղ երևի մեր բոլորի թերությունն է մարդկանց թերացումն է այն մարդկանց ովքեր հանրային խոսքը օգտագործում են իրենց ամենօրյա կյանքում դիմում են կոչ են անում ինչ որ մտքեր են ձևակերպում փորձում են այդ ամենը տեղ հասցնել մեր թերացումն է հավանաբար, որ մենք չենք կարողանում ճիշտ ցույց տալ կատարվողը, որովհետև կատարվողը կատարվում է, իրենք ասում են շատ բաց։ Մենք պիտի անպայման բացատրենք մարդկանց, որոնք դժվար է հաշտվել, գիտեք, մարդուն դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այն ամեն ինչ կատարվում է դա իրական է, որտեվ հայտնվել ենք մի այդպիսի հակաուտոպիայի մեջ ու դժվար է, ասենք դու քո ամենօրյա կյանքը ապրում ես, այս ամեն ինչը շատ իրական է, իրական մարդկանց հետ է շփվում, քո իրական աշխատանքն ես անում, բայց այն ինչ իշխանությունները մեզ ամեն օր մատուցում են, այնքան կտրված է տրամաբանությունից, մեր ակնկալիքներից, մենք չենք կարողանում պատկերացնել, որ դա կարող է կատարվել իրականում, ու մարդուն պետք է իրոք ցույց տալ, ասել, գիտես, դու չես հավատում, բայց այն Արարատը, որ ամենուր քո սեփական, քո ամենօրյա լուսամուտից բացվում է, քեզ կոչ արվում այդ Արարատը որպես քո ինքնության անձամբ քո ինքնության մաս, այլևս չդիտարկել, հրաժարվել ինքդ քո այդ մասնիկից, քո այդ ուրախությունից, այդ վեհության առնչվելու քո բաժնից, որովհետև դրանք թվում է թե մարդու անձնական փոքրիկ ուրախություններն են, բայց հենց դրանցից է կազմվում մեր ամբողջ մեծ ինքնագիտակցությունը այս հատվածի հայ ժողովրդի, որը ապրում է այս լեռնաշխարհում։ Ասենք ես բերում եմ ամենատրիվիալ օրինակը, որպեսզի մարդիկ ավելի լավ պատկերացնեն։ Մեզ կոչ է արվում հրաժարվել մի բանից, որ դու իրականում հրաժարվել չես կարող։ Այո, որտեղ աստվածատուր է։ Ամեն օր այո, քեզ տրված է դա։ Դու չես կարող հրաժարվել, դու ասել քո ազգությունից։ Արևը գիտեք, արևից ես հրաժարվում եմ, դու չես կարող դրանից, դու չես կարող երկնքի կապույտից հրաժարվել, դու չես կարող ամենօրյա մարդկային շփման ուրախությունից հրաժարվել, դու չես կարող Արարատից հրաժարվել։ Դա անհատական նաև էության մասն է։ Եվ այդ աբսուրդը մարդկանց հրամցվող, հենց այդ նաև կարծում եմ, որ այդ աբսուրդն է խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում հավատալ, որ դե մտածում են երևի մարդեր ասեց, դե ինքը դա նկատի չուներ, դե այդպես չէր կարող վարչապետ մարդը այդպիսի բան ասել, չէ՞։ Ու հենց այդ պիտի երևի իրոք հանրային խոսքը ամենօրյա շփման գործիք դարձրած մարդիկ պիտի հենց դրանով նաև իրենց ամենօրյա ոնց որ գործի մի մասը դարձնեն, ոչ թե նախատելը, ոչ թե հանդիմանելը մարդկանց, որոնք որ հրաժարվում են այդ իրականությունը ընդունելուց, այլ ուղղակի ցույց տալ, ասել, գիտես, սա իրոք անձամբ քեզ է վերաբերում եւ սա իրոք իրականություն է, որտեղ Արցախում էլ չէին հավատում։ Ճիշտ է, մինչև վերջին պահը չէին հավատում, որ հայրենիք են կորցնում։ Այո, գիտեք, այնքան կարևոր բան ասացիք Լիլիթ, եւ անկեղծ ասած առաջին անգամ եմ այսպիսի մեկնաբանությամբ լսում, շատ շնորհակալ եմ, դա շատ կարևոր է, որտեղ այո, երբ որ մարդկանց ասում են, չի, հա, չի կարող պատահի, բացատրում ես, բառացի ասում ես, այ որ ասել է, կասկածի տակ է վերցրել, ասենք հայոց ցեղասպանության փաստ, ասում են, այդ որտեղ է ասել, չենք լսել։ Մարդիկ իսկապես չեն ուզում լսել։ Վերջերս մի անձի հետ էի խոսում, ասեց, գիտես, եթե իսկապես ինքը մեզնից ուզում է պոկել այդ մեր ամեն ինչը, մեր հայ տեսակը, մեր ինքնություն
հայրենական կարևոր այդ ատրիբուտները, որոնցից մեկը Արարատը ասացիք, եւ մեր մյուս բոլոր ազգային արժեքներ, հոգեվոր արժեքներ եւ այլ, ասեց, «Էլ ապրում եմ Հայաստանում, որ ինչ անեմ»։ Գիտեք, ես մի պահ սարսափեցի, ասի ոնց։ Ասեց, «Բա ինձ Հայաստանում կապողը, այս տարածքում, այս հողում հենց այդ արժեքներն են»։ Կարելի է հայ ամենտեղ էլ ապրում է հաջողակ է, չէ՞ իրեն համարում, բայց էլ մնում եմ հայրենիքում, դադարում է ուրեմն իմ հայրենիքը լինելուց, ու ես անկեղծ ասած պատասխան չունեցա, կունենաս պատասխան այդ տեսակ մարդկանց, որոնք մի կողմից ճիշտ են, մյուս կողմից սարսափելի է, եթե հայը սկսի մտածել, որ մնում եմ այստեղ, ինչ անեմ։ Միայն Հայաստանում ապրողները չէ, Սփյուռքի զարմանքն էլ արժի տեսնել։ Ես հիշում եմ շատ լավ, հիմա տարեթիվը ուղղակի վախենում եմ շփոթեմ, ամեն դեպքում մինչև Արցախի հայաթափումներ, նույնիսկ ավելի վաղ։ Ես հիշում եմ, որ կառավարության պաշտոնական էջերից մեկում, գուցե Facebook-յան կամ Twitter-յան, գրառում եղավ ապրիլի 24-ին նվիրված եւ այնտեղ նշված էր Մեծ Եղեռն։ Այսինքն այն լեզվական այդ տրյուկն էր արվել, որը սովորաբար անում են, ասենք, Ամերիկայի նախագահները ապրիլի 24-ը ասես չշրջանցելու, բայց միաժամանակ խնդիրներ չունենալու։ Նախանցած տարվա նաև կարգախոսը, եթե հիշում եք, այսպես էր, հիշում ենք, բայց չենք պահանջումը հանածեր, հիշում ենք, միայն այդ էր թողնված։ Պահանջում ենք այդ ամբողջ մեր կարգախոսը հիշում ենք եւ պահանջում ենք կարգախոսը խեղաթյուրել էին, այո, հենց այդ ընթացքն էր։ Իմ ասածը որն է, երբ ես կարդացի տեքստը, ճիշտ ասած աչքերիս առաջին պահին չհավատացի, որ հնարավոր է, ասենք, այդպեսի տենց էլի ասեմ տրուկ, գործած լինեն պաշտոնական էջի վրա։ Հաջորդ միտքս որ ունեցա, որ մենք գիտենք, որ երբ ասենք նույն Ամերիկայի նախագահ ամեն հերթական նախագահ հերթական անգամ խուսափում է ցեղասպանություն եզրույթից եւ օգտագործում է Մեծ Եղեռն կամ ինչ որ այլ մի տերմին ձևակերպումներով։ Այդ ժամանակ Սփյուռքի հայկական կազմակերպությունները շատ միշտ ընդվզում են, ինչ որ տեքստեր են ասում, կա միշտ այդ ակնկալիքը, որ այդպես չպիտի լինի, որ դա պիտի փոխվի եւ այլն, եւ հիմա մենք տեսնում ենք պաշտոնական Երևանի, պաշտոնական էջերից մեկում, ես չգիտեմ դա հետո փոխվել է թե չէ, արժի փնտրել գտնել, ինձ թվում էր անկեղծ ասած, որ հիմա մի բողոքի նամակներ են լինելու, մի պայթելու է, մի եսի ինչ, հետո ես հասկացա, որ էլի այս նույն ֆենոմենն է, այսինքն Սփյուռքը չի ցանկանում հավատալ, չի կարող պատկերացնել, որ դա իրոք կատարվում է, որովհետև ի վերջո Սփյուռքի ինքնության հիմքում ցեղասպանության այդ ամբողջ ողբերգությունն է, իրենք ժառանգներն են եւ այդ թեման հիմա այստեղ չշարունակեմ, բայց այդ պահին ինձ հասավ այդ ամբողջ գիտակցումը, խորությունը, թե ինչքան խորն է մեզ մեջ այդ չընդունելու, չընկալելու, մեր հետ կատարվողը, կատարվածը ու կատարվելիքը չպատկերացնելու այդ միտումը։ Մենք ու դա բանը գալիս է մեզ արդեն հասցնում է ողբերգության։ Այո, մենք մի անգամ հասանք կորցնել լուրջ ողբերգության, հիմա մենք չի բացառում, որ գտնվում ենք ավելի մեծ ու արդեն չվերադարձի կետի եզրին։ Հիմա ես Արցախի պարագայում էլ նույնն է։ Հիմա ես շփվում եմ Սփյուռքի շատ ընկերների հետ ու տեսնում եմ իրենց մոտ այդ հանկարծակի, այդ հանկարծակիություն կա այս ամեն ինչի մեջ իրենց համար, հանկարծ սկսել է ամեն ինչը պարզ դառնալ։ Այսինքն ինչ պարզ էր տարիներ առաջ, նաև, չէ, լռություն։ Հանկարծակի են եկել, հələ պետք է կա, բայց շատ-շատերի մոտ արդեն սկսվել է ընդվզում կա։ Ես չեմ տեսնում ընդվզումը, այստեղ ընդվզումը պետք է հասկանանք ինչ է նշանակում, ընդվզումը ինքը կառավարվող, կազմակերպվող process է, ինքը անհատական մակարդակով ընդվզումներ մենք անդադ տեսնում ենք, անընդհատ անձնական խոսակցությունների մեջ, հարցազրույցներում, ելույթներում, տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր մինչև վերջերս փորձում են լոյալ իրենց պահել, ընդ որում պիտի հասկանանք նաև Սփյուռքը մի քիչ այլ օրգանիզմ է։ Եվ բացի բազմաշերտ լինելը, գիտեք, Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքը, հայաստանյան իշխանությունների հետ հանդեպ իրենց վերաբերմունքը անհիշելի ժամանակներից, դեռ խորհրդային ժամանակներից մի քիչ տարբեր է եղել, այսինքն իրենք մտածում են, որ մենք ունենք մեկ երկիր, մեկ հայրենիք եւ այնտեղ կա ինչ որ ժամանակավոր հիմա կառավարություն, վաղը կլինի մյուս կառավարությունը, բայց ինքը երկիրը հայրենիքը կմնա։
Եվ այդպես եղել են միշտ տարաձայնություններ, թե արդյոք պետք է իշխանությունների հետ համագործակցել, բայց միշտ գերիշխել է այն տրամաբանությունը, որ ի վերջո սա մեր հայրենիք եւ մենք օգնում ենք հայրենիքին, ոչ թե օգնում ենք իշխանություններին։ Հիմա հանկարծ հասկացել են եւ սկսում են հասկանալ, որ այս արդեն շատ յուրահատուկ վիճակ է, որովհետեւ այս պահին Հայաստանին օգնելը չի ստացվում շրջանցելով իշխանությունը, որովհետեւ իշխանությունը մեծ հաշվով յուրացրել է Հայաստանը։ Այստեղ մենք գործ ունենք այս պահին Հայաստանազավթման ֆենոմենի հետ եւ Սփյուռքը սկսում է դա այսինքն իրենք հասկանում են արդեն, որ այստեղ հնարավորություն չկա այլևս օգնելու Հայաստանին, չօգնելով միաժամանակ իշխանություններին, այդ գիտակցումը արդեն կա։ Հիմա արդեն հաջորդ քայլը թե ներսում, թե դրսում պիտի լինի ինչ անել, որպեսզի Հայաստանը մնա եւ իշխանությունները հեռանան։ Գիտեք, շատ կարեւոր է հետեւյալ այդ ընկալումները, երբևէ որտեվ Հայաստանում չի եղել նման իշխանություն։ Պիտի մեր եւ ներսում, եւ ներսում եւ դրսում հստակ ասենք, չվախենանք այդ մտքից չհամեմատենք, համեմատության որևէ եզր չկա։ Միանշանակ եւ մենք հստակ եւ ներսում եւ դրսում պետք է բացատրենք մեր ժողովրդին, որ մեր երկիրը զավթված է օտար երկրների, օտար ուժերի կողմից բերված դրածոների կողմից, այսինքն օտարները զավթել են։ Տվյալ դեպքում ադրբեջանամետ իշխանություն ունենք, թուրքամետ իշխանություն ունենք, եւ սա պիտի ոչ թե նայենք այսպես ինչ-որ մի հատ պիտակավորում արեցինք անցանք, չէ, սա շատ խորքային բան է։ Տարիներով այդ երկու թշնամական պետությունները կամ որոշակի նաեւ ուժային կենտրոններ հստակ աշխատել են, որպեսզի մեր երկրում գա այն թիմը իշխանության, այն ցանցը, որը եւ հոգեվոր դաշտին կխփի մեր, հա, շատացնելով աղանդավորների թիվը եւ ազգային արժեքներից մեզ կզրկի, հա, այն ինչի համար Աստված մեզ ստեղծել է, հա, ստեղծել եւ մեզ կոչել է հայ, հա, որ դուք ասում եք այդ ամեն ինչից չեն կարող մեզ փոկել, որովհետեւ ի վերուս տրված է, Աստծուց է տրված, բայց իրենք փոկում են։ Իրենք փոկում են մեջտեղ բերելով, տեսեք, մարդկանց մանիպուլացնելով լավ ապրելու, խաղաղ ապրելու այդ ձգտումով։ Տեսեք ինչ լոզունգներով Փաշինյանը 21 թվականին գնաց եւ ընտրվեց, վերընտրվեց։ Ես մեծ վախ ու սարսափ ունեմ, որ ինքը հիմա նույն այդ թուղթը ձեռքը ճոճելով, եթե ստանա մինչեւ 26-ը կամ այդ 26-ի շեմին դարձյալ այդ խաղաղության դեպի Եվրոպա գնալու այդ անհասկանալի լոզունգներով, կեղծիքով նորից խափի մեր ժողովրդին, չունես այդ վտավախությունը, որ կարող ենք նորից մենք խափվել ժողովրդի մեծ հատվածը։ Գիտեք, այս բազմաշերտ այստեղ հարցը ինչու, որովհետև խաղաղությունը այնա ինչ ուզում են բոլորը, առանց բացառության։ Մանավանդ հայ ժողովուրդը։ Ընդ որում առաջինը այդ խաղաղությունը ուզում են այն մարդիկ, ովքեր կռվել են, ովքեր տեսել են պատերազմը մոտիկից, ովքեր ում աչքի առաջ է այդ ամեն ինչը կատարվել, ում մաշկի վրա է այդ ամեն ինչը կատարվել, իրենք ամենաշատն են ուզում խաղաղություն։ Այսօր ցավոք սրտի ես տեսնում եմ, որ մանիպուլատիվ այդ խոսույթը շարունակվում է եւ ինչ որ բաներ ֆրազներ կան, որոնք փորձում են բանալի բառեր չեն նույնիսկ, այսինքն պրիմիտիվացնում են մարդկանց այդ սրբազան ներքին ձգտումները, դրանց դնում են ինչ որ շապիկ են հագցնում, օրինակ կարդում ես մարդը խոսում է թվում է թե երկրի շահերից է խոսում եւ հանկարծ ասում է այդ ռազմա հայրենասիրական մարազմը։ Հիմա մենք պիտի մարդկանց բարձ բացատրենք, որ խաղաղությունը եւ հայրենասիրությունը դրանք իրար չհակասող բաներ են։ Բանակը եւ խաղաղությունը դրանք իրար պայմանավորող բաներ են։ Այստեղ պիտի ուղղակի փորձենք գտնել այդքան համբերություն ու մարդկանց հետ խոսել շատ բարձ լեզվով, ասենք որ գիտես բանակը եւ դիվանագիտությունը ուժեղ բանակը եւ ուժեղ դիվանագիտություն դրանք փող պայմանավորող բաներ են։ Եվ եթե կա խաղաղության ցանկություն, ապա այդ խաղաղության ցանկության հետևում պիտի լինի ուժեղ բանակ եւ ուժեղ դիվանագիտություն։ Առանց այս երկուսի խաղաղություն չի լինում։
խաղաղությունը բար չի պարզապես, այսինքն խաղաղասիրություն, ես չեմ կարող ասել, սիրում եմ խաղաղություն։ Չկա մարդ, եթե ինքը ռազմական ինդուստրիայի բաներից չի, գայլերից չի եւ դրա վրա պարզապես փող չի աշխատում, այն էլ ինքը այդ փողը աշխատելու է իր տանը նստած, որը չի ուզում խաղաղություն։ Եթե մենք գնալու ենք այս պրիմիտիվ դիալոգի հետքերով, ապա մենք էլի աշխատելու ենք, խաղալու ենք մարդկանց ամենա բաների, մանր վախերի հետ, ամենահասկանալի վախերի հետ, էլի մարդիկ իրենց տղաներին փորձելու են իհարկե ազատել այդ բեռից եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ պիտի հասկացնենք, որ գիտեք, խաղաղությունը ինքը այսօրվա վիճակի այլընտրանքն է, որովհետեւ մենք խաղաղության մեջ չենք։ Երբ դու ամեն օր բացում ես աչքերդ ու ամբողջ միտքդ, թե Սյունիքում ինչ է կատարվել գիշերը, երբ դեռահաս երեխեքի ամենօրյա խոսակցությունների ու վախերի հիմքում այդ իրանց ապագան է այստեղ, որը կլինի կամ չի լինի, այդ մենք հասցրել ենք արդեն մի հատ պարանոիկ վիճակի է ժողովրդին։ Հիմա դրա համար պիտի ուղղակի բացատրենք, որ խաղաղությունը մեր ցանկությունն է։ Խաղաղությունը Փաշինյանի ցանկությունը չի, կներեք։ Փաշինյանը ինքը եկել է 18 թվականի մայիսի 8-ին Շուշիի հենց օրը, եւ դրանից հետո ինքը բերել է միայն պատերազմ, ինքը բերել է միայն ցավ, միայն արյուն, միայն կորուստ, եթե կա մարդ այս Հայաստանի Հանրապետության տարածքում, որը իրավունք չունի խոսել խաղաղությունից եւ ընդհանրապես այդ բառը ջնջել իր բառապաշարից ու երբևէ այլևս չարտաբերել, դա Նիկոլ Փաշինյանն է։ Բայց ամենամեծ դրոշը ինքն է պարզել խաղաղության մասին անդադար խոսելով։ Այո, պոպուլիստների դարերով թրծված զենքնա ասել այն ինչը դու չես անում, դա արդեն այնքան պարզ է այդ ամեն ինչը, որ նույնիսկ արդեն խոսելուց ընթացքում հոգնում ես դրա մասին։ Բայց մարդկանց, քանի որ շատ ուղիղ ազդում են այդ վախերի վրա, պիտի դա ասվի եւ պիտի հասկանանք, որ խաղաղությունը բազմակոմպոնենտ, բազմաբաղադրիչ հասկացություն է։ Դրա մեջ չկա միայն ցանկություններ եւ միայն հայտարարություններ բաղադրիչը։ Դա կներեք այդ SMM-ը, հա, դա բան է, ընդհանրապես սոցցանցային դիվանագիտություն է։ Դու կարող ես ասել 1000 բան։ Դու ինչ ես անում, դա է կարևոր։ Եթե դու ասում ես ես ուզում եմ խաղաղություն, բայց դու չես միավորում քո ժողովրդին, այլ հակառակը պարակտում ես, այսինքն դու չես ստեղծում են հիմքերի հիմքը, որը անհրաժեշտ է խաղաղություն ապահովելու, այսինքն հնարավոր հարձակումներին դիմակայելու համար, որը նույն բանն է, եթե դու դա չես ստեղծում, եթե դու խոսում ես խաղաղությունից ու միաժամանակ պարակտում ու բզկտում ես ամբողջ քաղաքական դաշտը, եթե դու թշնամացնում ես իրար Արցախից եկած այստեղ արնակամ, հայրենազրկված մարդկանց ու իրանց դեմ ես հանում ինչ որ անհասկանալի քարոզչական այդ բաներով խելագարեցված ինչ որ զանգվածի, դու ուրեմն ոչ թե ուզում ես խաղաղություն, այլ դու ուզում ես ուղիղ հակառակը, դու ուզում ես ստեղծել այնպիսի վիճակ, որը քեզ թույլ կտա էլի մի օր ձգել իշխանությունը։ Քեզ, այսինքն դու բարձր ծառից կներեք թքած ունես եւ խաղաղության վրա, եւ այն մարդկային կյանքերի վրա, որոնք հետո պիտի պայքարեն այդ խաղաղության համար, երբ դու հերթական անգամ բան անես, վալիտաս կներեք, հա։ Ինքը տարավ մեր տղերքին զոհեց, հետո էլ շատ հանգիստ ասեց, դե կարող ենք նաեւ այդպես չլինել, ինչպես հիմա կանդրադառնանք նաեւ Տիկին Աննա Հակոբյանի անկեղծ ասած իր ելույթները պատերազմի ժամանակ ես չեմ մոռանա, որովհետեւ ես այն քիչ մարդկանցից էի, կներեք, որ ես իմ անունից հիմա խոսեմ, հա, ասեմ ես, բայց ես այդ ընթացքը շատ լավ եմ հիշում, ես վավերագրել եմ այդ ամբողջ ընթացքը 44 օրյա, եւ ես այն ժամանակ պահանջում էի, ասում էի, ես պահանջում եմ, շատ բան էր թվում իմ ասած, ինչ որ sense թիթեռնիկի թռիչք, հա, ասում էի, ես պահանջում եմ խաղաղություն, ինձ էլ ասում էին, գիտեք, ընկերներ շատ մտերիմ, դու ինչ ես պահանջում, խաղաղությունը միայն կռվով է եւ այլն, ես ասում եմ, ես հասկանում եմ այդ ամեն ինչը։ Այս պահին մենք պիտի այս իշխանությունների դիմաց որպես պահանջ, որպես հասարակական պահանջ դնենք, որ մենք պահանջում ենք դադարեցնել հիմա, որովհետեւ մենք ովքեր գիտեին, աչքերը փակ չէին կարճական շղարշով, իրենք տեսնում էին այնտեղ տեղերում ինչա կատարվում եւ հասկանում էին, որ մի օր շուտ կանգնացնելը մեզ պահելու ավելի լավ դիրքերում, քան հաջորդ օրը։ Եվ այդ ամեն ինչը մենք ես ձևակերպում եմ խաղաղություն անունով, բայց դա էլի է այն բազմաշերտ եւ տեսնում ես, որ ասենք մարդը, որին վստահվել է այս երկրի ամեն ինչը,
սրբազան ունեցվածքը սերունդների տեսքով, մարդը, որը իր ձեռքում է պահում էլի այմաս խաղաղության ամենակարևոր կոմպոնենտները, բանակը, դիվանագիտությունը, նաև տնտեսությունը, նաև հասարակական համերաշխությունը, այդ բազմակոմպոնենտ այդ ամեն ինչ իր ձեռքում է պահում, ինքը այդ պահին ոչ միայն չի գնում խաղաղության, այլև անում է հակառակը։ Ամեն օրյա իր ելույթներով ինքը ավելի փլուզում էր մեր խաղաղության հասնելը եւ չէր գնում դիվանագիտության։ Եվ հիմա մենք ասում ենք այո, այս հոկտեմբերի ես ինչ օրն ա եղել նման հնարավորություն, մյուս օրն ա եղել նման հնարավորություն, բայց գալով ձեր առաջին հարցին, սա հատուկ է արվում թե չէ, եթե մենք նայենք գործերին, մենք կտեսնենք, որ այդ ընթացքում շատ հետևողականորեն կոչ է արվել այն մարդկանց, ովքեր որ իրենց մեջ ունեն այդ հայրենասիրությունը, այդ ձեր ասած մարազմը, չգիտեմ ինչը, որ իրենք գնան, իրենք թողնեն իրենց ընտանիքները, իրենք վերցնեն իրենց ունեցած չունեցած զենքն ու զրահաշապիկը ու գնան մարտի դաշտ, կորցնելով իրենց կյանքը ու նաև մեր հույսը, որ վաղը կլինի ինչ որ մի բան փոխել, որովհետև ի վերջո այդ սերունդը եւ մարդկանց այդ պոտենցիալը, որ գնաց մարտի դաշտ, որը մի մասը չվերադարձավ, մյուս մասը վերադարձավ հաշմված, իսկ մեկ այլ մասը վերադարձավ կոտրված ու սալքված, ի վերջո նաեւ նրանք էին, ովքեր պիտի հետո փոփոխություն բերեին այս պատերազմից քամված երկրում, բայց ինքը իր կոչերով, իր քայլերով, իր այդ ամբողջ այդ համալիր գործողություններով տարավ նրան, որպեսզի մարդկային այդ սերուցքը գնա այնտեղ ու կամ չվերադառնա կամ վերադառնա արդեն հաշմված, հիասթափված, այո, եւ նաեւ մեր այսօրվա այս վիճակի եւ իրենց ընտանիքները, եւ այսօր երբ մենք ընդվզման եւ բանի մասին խոսում ենք, ինչու չի տեղի ունենում ընդվզում, ինչու ես հիշում եմ անընդհատ, ի վերջո այն մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել պատերազմի ընթացքում եւ այդ իրենց ամբողջ ունեցվածքը բարի բոլոր իմաստներով դրել են այդ դրա մեջ, կյանքն են դրել ի վերջո, իրենց այդ ամբողջ միկրոկլիման, իրենց այդ ամբողջ միկրոաշխարհը, իրենց ընտանիքները, իրենց հարազատները, այնպես են կոտրվել դրանից հետո։ Մենք հիմա իրենց տեսնում ենք անհետ կորածների այդ հարցերը քննման հանձնաժողովում, տեսնում ենք դատական նիստերում, որտեղ իրենց երեխաների հարցերն են քննվում, ինչպես եղավ, դա ի վերջո այդ մարդիկ են, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, ովքեր պիտի այսօր հենց այդ ընդվզման շարքերում լինեն, դու չես կարող իրենցից ընդվզում պահանջել, իրենք արդեն տվել են իրենց բայց հենց այդ մարդիկ, ովքեր հասարակական կառույցի մեջ իրենք իրենց մեծ դերը ունեին։ Եվ այդ մեծ արդեն կորուստ ունեցած մարդիկ այսօր անհրաժեշտ հոգացության, պետության հոգացությանը չեն արժանանում, սա եւս գալիս է մյուս կողմից խփելու եւ հասարակությանը մյուս շերտերին ասելու մարդիկ կան օրինակ ասում են այ գնաց զոհվեց ինչ իմաստ ուներ, այսինքն ցավով պիտի ասեմ, բայց ակամա անկախ իրենցից հաստատում են Աննա Հակոբյանի հայտնի խոսքը հանուն ոչնչի, անկախ իրենցից մարդիկ դա, այսինքն այս իշխանությունը հասցնում է նրան, որ մարդիկ հայ մարդը ինքը հասնի նրան, որ հանուն ինչի հանուն ոչնչի, սա ամենազարուրելի բանն է, ինչի հետ մենք գործ ունենք եւ ես կուզեմ հիմա մի բան հիշեցնել, տեսեք մի քանի օր առաջ վերջերս իդեպ բավական ակտիվացել է Աննա Հակոբյան տիկինը իր Facebook-յան գրառումներում նոր այսպես ոճի մեջ է մտել, ուրիշ բառ չեմ գտնի ասել, եթե ուղղակի չասեմ, ուղղակի հայոյախոսում է բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր քննադատում են այս իշխանության քաղաքականությունը համարում ապազգային, ինքը ես ինձ թույլ չեմ դա երբեք իր բառերը կրկնելու, բայց դա արդեն շրիշակից ցածր մակարդակի հետ մենք գործ ունենք, գուցե ոմանք կան, ովքեր ճանաչում են իրեն, ասում են զարմանալ պետք չէ, պարզապես ինքը հիմա ավելի բացել է իր դեմքը եւ գուցե վախից նաեւ անհանգստությունից արդեն ասում է այն ինչ որ մինչեւ հիմա փորձում էր թաքցնել քողարկել եւ ուզում եմ մինչ այդ իր հայտարարություններին անդրադառնալ մեկ հետեւյալ խոսքին արձագանքենք մի գրառում էր արել 1-2 էջանոց, որտեղ նշում էր, թե ինքը որպես առաջի տիկին, նախ ներկայանում առաջի տիկին, որպեսին ինքը չէ, ինչ գործեր է արել հանուն Հայաստանի Հանրապետության եւ իմ աչքին զարնեց հետեւյալ նրա միտքը, թե 2018-ի ամռանը նախաձեռնել եմ կանայք հանուն խաղաղության արշավը եւ ասում է միամտաբար հավատալով, որ գուցե հնարավոր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց մայրերին
քույրերին, դուստրերին, հարցներին ոտքի հանել կանխելու պատերազմը, տղամարդկանց ստիպելու Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել, արշավ, որը մինչև վերջ չտարա, քանի որ բավարար չափով գիտելիքներ չունեի դա անելու համար, ժամանակից շուտ հանձնվեցի։ Հիմա ես ուզում եմ հասկանանք, էլի Լիլիթ, այսինքն դու գիտեիր, որ բավարար չափով գիտելիքներ չունեիր, դու ո՞նց էիր քեզ թույլ տալիս մտնելու մի արշավի մեջ եւ Հայաստանից հնչեցնելու թե Ալիևային ուղված արի գնանք Շուշիում չայ խմենք, թեյ խմենք, հա, կամ հյուրասիրություններ կազմակերպում, հետո այդ Շուշին հանձնեցիր։ Դեղին ծաղիկներով ընթառաջ էիր գնում թշնամական պետության երկրի ղեկավարությանը խաղաղություն էր քարոզում, երբ նույն ընթացքում ինքս էլ եմ հենց իր էջում եմ տեղադրել, թե ինչ է կատարվում ադրբեջանական դպրոցներում, ինչպես են փոքր երեխաներին ադրբեջանցի ասում են ով է մեր ամենամեծ թշնամի, նրանք ասում են հայերը, ինչ պետք է անել հայերին, պիտի ոչնչացնել, սա պատերազմից առաջ էր, գլխատել եւ փոքր երեխաները նկարագրում են, թե ինչ ձևով պետք է ոչնչացնել հայերին, դա 5, 6, 7 տարեկան երեխաներն էին, որ հետո պիտի դառնային զինվոր եւ պիտի սպանեին մեր տղաներին, ինչը եղավ 2020-ին։ Հիմա իսկին ասում է, դե դա միամտաբար ես արեցի, որովհետեւ չի հասկանում, չունեի այդ գիտակցությունը։ Եվ իմ մոտ կա հետեւյալ վախը, որ սրանք վաղը մյուս օրը իրենց բոլոր աղետները այդպես են մեկնաբանելու։ Դե ինչ իմանայինք, որ սենց պիտի լիներ։ Ես կուզեմ ձեր արձագանքը, այս միամիտ կնոջը միամտաբար գործած կնոջ։ Մի բառով խիստ նկատողություն եւ հեռացնել աշխատանքից։ Հա, այնքան լավ կլիներ, եթե դա կատարվեր։ Այսինքն տրամաբանություն, եթե փորձում ես գտնել 2018-ից այս կողմ գալ իշխանության եւ ձախողել ամեն ինչ, այսինքն ու հետո խոստովանել, որ անպիտան ես դու քո այդ տեղի համար, այդ ինքնահրաժարական փաստորեն մեզ մոտ չկա այդ կուլտուրան, հրաժարական տալու չի ձևավորվում, ուրեմն հեռացնելը չի ստացվում։ Հիմա գիտեք մի բան ասեմ, երկու։ Նախ հիմա ամեն ինչը արվում է, ինձ թվում է իրենց այդ համակարգերում, իրենց քարոզչամիջոցների բանի միջոցով պետքա դիտել առաջիկա ընտրությունների համատեքստում։ Ենթադրում եմ, որ այս ամեն ինչը ինչ որ մի իրենք գուցե ֆիքսել են, որ ունեն այս է իրենց լսարանը, իրենք սիրաշահում են այդ լսարանին, գուցե այդ բառապաշար այդ լսարանին է սիրելի, գուցե դրանով իրենք այնտեղ միավորներ են աշխատում, ես չգիտեմ։ Ենթադրաբար իրենց ակտիվությունն է պետք եւ իրենք այդպես են լցնում, քանի որ այլ ակտիվություն իրենց մոտ ինչպես տեսնում ենք, այդպես էլ չստացվեց արդյունավետ ակտիվություն եւ օգտակար։ Հաջորդը ես ինձ միշտ հիշեցնում եմ որ հնարավոր չի հասկանալ այս մարդկանց իրականում ինչ է իրենց գլխում կատարվում։ Մենք չենք կարող հասկանալ։ Գիտեք, երբ դու տնից դուրս ես գալիս պատահաբար տրորում ես մեկի ոտքը ու ցավ ես պատճառում պատահաբար։ Երբ դու պատահաբար դյուրագրգիռ խոսակցության ժամանակ մեկին մի քիչ կոպիտ ինչ որ մի բան ես ասում եւ այդ մարդուն ցավ ես պատճառում, այդ քո պատճառած ցավը քո շատ երկար մնում է։ Դու դառնում ես այդ ցավի մի քիչ բանը, պատանդը, դու փորձում ես ինքդ քեզ հարմարեցնել այդ ցավի մեջ ապրել, այսինքն այն մտքի հետ, որ դու ինչ որ մեկին ցավ ես պատճառել։ Հիմա դուք պատկերացրեք, ոնց է հնարավոր հասկանալ այն մարդկանց, որոնք գիտակցում են, իսկ ես վստահ եմ, որ իրենք գիտակցում են դա, որ իրենց պատճառով հազարավոր զոհեր են եղել, որ իրենց պատճառով կորսվել է Արցախը, որ իրենց պատճառով մենք ունենք տասնյակ հազարավոր հայրենազրկվածներ, որ իրենց պատճառով այսօր երկիրը այսպես, թե ինչն է հիմք հանդիսացել, որպեսզի իրենք այդ քայլերը անեն, որոնք վերել են դրան, այդ այս պահին հələ մի կողմ դնենք։ Բայց իրենք գիտակցում են, որ իրենք այդ ամեն ինչի հիմքում են, չէ՞, իրենք ոնց որ մայր բանն են, որտեղից գնում են մնացած շոշափուկները։ Հիմա իմանալով դա ես չեմ կարող պատկերացնել այն մարդը, որը պատկերացնում է գիտակցում է իր պատճառած ցավի եւ կորստի չափերը։ Ինքը ինչպես է զարթնում, ինքը ինչ է մտածում։ Ես դա չեմ կարող պատկերացնել, դուք դա չեք կարող պատկերացնել, որովհետեւ ապրել պատճառած ցավի հետևանքների հետ ինքը առանձին մի այդպիսի կյանքի տեսակ է։ Արդարանալ, անդադար։ Այդտեղ արդեն սկսում է այդ բանը գցել մեղքը մյուսի վրա, բան
ուղղակի երբ մենք փորձում ենք այստեղ գտնել տրամաբանություն, ես իմ բանը կլիներ, որ մենք փորձենք դուրս նայել այն սովորական մեզ ծանոթ տրամաբանությունից դուրս նայել այս ամեն ինչը, սա մի հատ ուրիշ տրամաբանություն է, որը մենք չենք հասկանա։ Գիտես, երբ որոշեցի ես շատ հետաքրքիր բան ես ասում, իսկապես հայ հայրենասեր, քո երկիրը, քո հայրենիքը, քո ամեն ինչը, ինչը հայկական է, սիրող մարդը չի հասկանում իրենց։ Եվ ես այսպեսի մի բան արեցի մի անգամ, ինքսացի հələ ես պատկերացնեմ, ես գնում եմ ու դառնում եմ Ադրբեջանի վարչապետը, ինչ կանեմ ես։ Ես կանեմ այն ինչ Փաշինյանը այսօր անում է Հայաստանում։ Ես այդտեղ այդ մտքի վրա ինձ բռնեցի, որ այսպես պիտի ուրեմն նայենք երևույթները գնահատենք։ Գենետիկորեն նա ինչ է, ես չեմ կարող ասել, թող դա համապատասխան այդ կոդստուգողներն ասեն, բայց նա վարվում է հայի ու Հայաստանի հետ այնպես, ինչպես կվարվեր այնտեղից եկածը, ոչ ազգությամբ հայը։ Եվ այս դեպքում ես կարծում որ ստանում ենք բոլոր հարցերի պատասխանները։ Ես չեմ կարող դա բացառել, ոչ ոք դա չի կարող բացառել։ Այսինքն եթե մենք նայում ենք, փորձում ենք գտնել ինչ-որ տրամաբանություն, ապա այդ տրամաբանական եզրահանգումներից մեկը կարող է լինել դա։ Մյուսը ասում է, որ չէ, նա ուղղակի այնքան ապաշնոր է, որ այդ ամեն ինչը քանդել է ու հիմա փորձում է փրփուրներից կախվելով փրկել իր կյանքը հնարավոր, բայց այդ բոլոր բաները բերում են նրան, որ այն ինչ մենք այսօր կոչում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություն գործող, ինքը չպիտի լիներ այստեղ։ Այս խումբը ինչ գործ ունի, ինչպես է նա ընդհանրապես ինչ իրավունք ունի շարունակել եւ դեռ իրենց ինչ որ իրավունք վերապահել, ինչ որ ինտոնացիաներով խոսել, ինչ որ հրահանգներ տալ, ինչ որ sense բաներ անել, աչուձախ կրթել, չգիտեմ, ու այստեղ մարդկանց պիտի նաեւ բան անենք, գիտեք, այդ ամեն ինչը կազմակերպելու ձև կա։ Կազմակերպված գործունեությունը այն ինչ որ իրենք անում են ամեն օր։ Իրենք օգտագործում են պետական ահռելի ռեսուրսներ, ահռելի։ Որտեղ պետական մեքենան ամբողջությամբ աշխատում է այսօր հենց իրենց իշխանությունը պահպանելու հնարավորին չափով եւ վերարտադրելու, որ այդ քարոզչությունը դրա մի մասն է եւ վերարտադրելու ուղղությամբ։ Այսինքն իրենք զարթում են առավոտյան, մտածում են ոչ թե ինչպես անենք, որ չգիտեմ, դեմոգրաֆիան մեծանա, որ Սյունիքի գյուղերը ծաղկեն, որ արցախցիները իրենց համար գտնեն բնակության այնպիսի պայմաններ կոմպակտ, որպեսզի հետո այնտեղից հնարավոր լինի վերադարձ կազմակերպել գյուղերի ամբողջական շրջանների տեսքով, որպեսզի այդ մարդիկ իրենց բարբարի հետ շփումը այդ ամեն ինչը չկորցնեն, որ արցախյան երեխաները իրենց այստեղ ներառված զգան, որպեսզի այդ հոգեբանական խնդիրները, առողջական խնդիրներ չտեսնենք, մենք ամեն օր տեսնում ենք ինչպես են արցախցիները ծանր հիվանդություններ ստանում, ինչեր ես չեմ ուզում այսօրվա իմ կարդացած դեպքի մասին նույնիսկ մտածեմ ինչ կարող է եղած լինի այդ գնացքի վթարի հիմքում։ Հիմա այդ ամեն ինչը ոչ են մտածում այդ մարդիկ, իրենք զարթնում են առավոտյան, մտածում են ինչպես անենք, որպեսզի այս ռեսուրսը, որ այս բանը մեր ձեռքի տակ է դեռ ծառայեցնենք նրան, որ մենք մնանք իշխանության եւ որպեսզի հնարավոր լինի այս բոլոր այս մեխանիզմները աշխատացնելով վերարտադրվել եւս մի անգամ կամ առնվազն ստեղծել այնպիսի վիճակ, որ մեզ վաղը չնստեցնեն բանի մեղադրյալի նստարանին։ Հիմա, այսինքն տրամաբանությունը իրենց գործողությունների դա է, լուսավոր սիրուն արևոտորով, այդպիսին են իրենց մտքերը։ Դրա համար երբ մենք բան ենք անում, կոչեր ենք անում իշխանություն, որ լուծեք այս հարցը, չգիտեմ, այս սոցիալական խնդիրը, եւ իրենք այդ բոլորը կարող են անել, եւ սոցիալական խնդիրները, եւ կրթական, եւ մշակութային բոլոր հարցերին իրենց միակ դիտանկյունը լինելու է, արդյոք սա այս խնդիրը լուծելը ծառայելու է նրան, որպեսզի մեզ չշարունակեն մեղադրել են ամեն ինչ մենք արել ենք եւ մենք շանս ունենանք շարունակելու եւ բան։ Ինչ է ստացվում հումանիզմի հասկանում եմ, բայց այստեղ շատ մի վատ տեղ են էլի գալիս իրենք եւ մեզ են տանում այդ վատ տեղը, վտանգավոր տեղը, այսինքն իրենք սեփական իշխանությունը անդադար պահելու համար անդադար զիջումներ են գնում թշնամական պետության ղեկավարի բոլոր պահանջներին, այսօր էլ այս երկխոսություն, հա, եվրոպական այս երկխոսության այդ գագաթաժողովին Փաշինյանը խոսում էր, ասում էր մենք ամեն ինչ կանենք, որ բավարարենք Ադրբեջանի ցանկությունները։ Միտեղ վազում է Թուրքիայի ցանկություններն է բավարարում, մյուս կողմ վազում է Ադրբեջանի ցանկությունները։ Եվ եթե այդ ամբողջը միտված է հենց դրան, որպեսզի ինքն էլ մնա շարունակի մնալ իշխանության ղեկին, մենք հասնելու ենք ամենավերջի այդ
աղետին, որի մասին հիմա խոսում ենք սարսափով, պետություն կորցնելու այդ շեմի առաջ ենք կանգնած, այսինքն այս մարդիկ, եթե հանգիստ տարան զոհեցին մեր տղերքին, Արցախի հարցը հանգիստ փակում են, Արցախահայության համար էլ ոչ թե մտածում են այն ինչի մասին դուք կրկնեք, ասացիք հերթով քայլ առ քայլ շատ կարևոր շեշտադրումներով, մտածում են ոնց անենք որ արցախցիները արագ հեռանան Հայաստանում, Հայաստանի չկա Արցախի չկա Արցախյան խնդիր, այո, իրենց բոլոր խնդիրները փակված լինեն, 300,000 ադրբեջանցիներին ոնց անեն որ շուտ բերեն լցնեն Հայաստանում, հա, այդ ժողովրդագրական պատկերը աղճատեն հային, այստեղ սարքեն փոքրամասնություն, կնշանակի մարդիկ շատ հանգիստ կգնան այդ մի վերջակետի դնելուն, այսինքն պետության ոչնչացման, որպեսզի չլինի հայոց պետությունը չլինի, որ իրանք էլ վաղը Նյուրնբերգյան, ասենք օրինակ դատաստանի առաջ չկանգնեն, չէ՞։ Այս տրամաբանության իրենք գնում են այդ տրամաբանությամբ իրենցից որ պետության ոչնչացմանն են գնում։ Կային այդպիսի, հա, իրենց ներքին խոհանոցային խոսակցությունները պատահաբար արտաբերող ակամայից, այո, ակամայից, որ ասում էին, բայց պիտի լինի պետություն, որ մեզ դատի։ Այսինքն այդ էլ արդեն հենց դա որ այս ամեն ինչ արդեն բոլորին պարզ է, բոլորին հասկանալի է, բայց ինչ որ հետաքրքիր զարմանալի իներցիայով այս մեխանիզմը շարունակում է աշխատել, որտեղ հրաշալի մեխանիզմ է, երկու բան, ուժային կոմպոնենտը, իր անվտանգային ներքին անվտանգությունը, որը իր մարմնի, այդ իր պատկերացմամբ աշխարհի ամենաթանկարժեք մարմնի պաշտպանությունն է, եւ քարոզչական կոմպոնենտը, որը ապահովում է, այսպես ասենք, հանրային դիվանագիտությունը, որպեսզի բան լինի, իբրև թե արդարացված լինի այդ ամբողջ ծախսը եւ հոգսը, որ ինքը պատճառում է այս երկրին, այս հրաշալի աշխատումը ամենամեծ ուշադրություն դարձվում է հենց այդ երկու կոմպոնենտին, քարոզչությանը, ես ձեզ ասեմ, ֆանտաստիկ աշխատում են։ Մենք շատ բան ունենք սովորելու, ես ամեն օր կրթվում եմ։ Ամեն օր ես, այո, կրթվում եմ, ինչպես է պետք անել գրագետ քարոզչություն, միաժամանակ փչացնելով անհուսալիության, անդառնալիության աստիճանի մեր հասարակական այդ բանը, հիմքը, փորելով, սա քարոզչությունն է, որը ականներ է դնում այնպիսի երկար բանի համար, ժամանակահատվածի համար, որովհետև իրենք պատրաստ են հրաժարվել ամեն ինչից, իրենք պատրաստ են հրաժարվել մեր հանրային համերաշխությունից, մեր ապրումակցումից, իրենք պատրաստ են հրաժարվել արցախցիների հանդեպ այդ մեր առաջին են որ մենք միանգամից չէ Հայաստանը գրկեց իր տնազուրկ եղած զավակներին, իրենք այդ ամեն ինչը պատրաստ են քանդել, բոլոր թելերը պատրաստ են բզկտել, բոլոր ընկերներին բաժանել իրարից, բոլոր եղբայրներին թշնամացնել։ Կնշանակի ասել պայմանով կարող են մնալ։ Այո, ասել ուրեմն միամտությունն է նրանց կողմից իրականացված, ինչպես ասացիք, կան մարդիկ, որ այդպես են մտածում, դե երևի չեն կարողանում ձախողել են եւ այլ, ոչ, բոլորովին սա սցենար է, հստակ գծված։ Շատ լավ աշխատում։ Միանշանակ եւ Փաշինյանի բոլոր ելույթները Արցախի հետ կապված եւս քայլ, որ ինքը հնչեցրեց նախ 19 թվականին Արցախը Հայաստանը եւ վերջ, այդպես եկավ բոլոր ելույթները այդ Ալմաթայի փաստաթուղթ աբսուրդը մեջտեղ բերելով ամեն ինչ հստակ գրված, տրված, մշակված է եւ այդ սցենարի ականատեսն ենք մենք եւ միամիտներ են նրանք, ովքեր կարծում են, որ սա ոնց որ թե ձախողում են։ Իրանք լավ բան են ուզում, բայց երևի փորձը թույլ չի տալիս։ Ինչի մասն է խոսքը։ 7 տարի բավարար էր, որ իրենք հասկանային, որ իրենք ձախողում են պետությունը մեր ոչնչացնում են։ Այո, մենք հասկանանք, որ այդ քարոզչությունը այդքան սովորական հեշտ բան չի եւ այդքան այս ռոպեական չի եւ այն ինչ որ այսօր անում է եւ այն մարդիկ ովքեր իրենց կաբինետներում նստած մասնակցում են այդ քարոզչական այդ ահռելի մեքենայի աշխատանքին, ինչքան էլ իրենց նշնչեն, թե մենք ընդամենը մի օղակն ենք, թե մենք ընդամենը մի կոճակ ենք սեղմում կամ, չգիտեմ, մի քանի ֆեյք ենք ընդամենը, հա, այսպես գեներացնում եւ աշխատացնում։ Իրենք պիտի հասկանան, որ իրենց արածը այսօր վաղը Հայաստանի բանի հիմքն է փորում։ Իրենք սարսափելի գործ են անում։ Ուղղակի իրենք ես հասկանում եմ ամենօրյա աշխատանքի մեջ շատերը չեն գիտակցում դա։
ինքը գնում է աշխատանքի, ինքը աշխատում է լուսավոր հիմնարկում, այնտեղ իրար ժպտում են, իրենք սուրճ են լցնում իրար, իրենք խոսում են առօրյա թեմաներից։ Գիտեք, այդ ամեն ինչի մեջ ինքը չի պատկերացնում, թե ինչ աստիճանի սև գործ է իր արածը։ Իրան թվում է, թե սովորական գրասենյակային աշխատանք է։ Եթե ինքը պատկերացնի, որ իր սովորական գրասենյակային աշխատանքը վաղը բերում է նրան, որ ես կներեք, բայց ես շատ ցավալի բան ասեմ, որ մարդը գնում է եւ կամուրջից իրան նետում է անհուսությունից։ Եթե ինքը պատկերացնի այդ կապը, ինքը դա չի անի, ինքը կնդվզի դրա դեմ, ինքը ի վերջո սովորական գրասենյակային աշխատանքներ շատ կան Հայաստանում։ Եվ այն մարդիկ, ովքեր ունեն այդ հմտությունը, տիրապետում են այդ ծրագրային հմտությունը, շատ հեշտ գտնում են իրենց համար աշխատանք, հա։ Պետք չի բան անել, որ մենք մեր անապազորյա հացը, որ մեր ընտանիքը եւ այլն, աշխատանք ցանկության դեպքում կա, պետք չի դա անել, բանը ականներ դնելով այս երկրի տակ։ Այո։ Ես կուզեմ անդրադառնանք հետևյալ խնդրին, թե ինչ զարուրելի տեմպերով են սրանք նաև խեղաթյուրում, գլխիվայր ներկայացնում մեր պատմությունը։ Սա էլ մի սարսափելի բան է, այդ տեսեք, որ ասում եք ամեն մեկը իր օղակում պետք է հասկանա, որ քանդում է ինքը իր ներկայությամբ մասնակից լինելով, գուցե չգիտակցելով, բայց պետք է գիտակցի, որ քանդում է մեր պետության հենասյուները, հիմնասյուները։ Մեր պատմաբանները չեն գիտակցում, օրինակ անհատ մարդիկ եմ տեսնում, որոնք Facebook-յան իրենց գրառումներում խոսում են, դասագրքերի մասին, այո, շատերը բարձրաձայնեցին, խոսեցին, բայց ես չեմ տեսնում այն հզոր ալիքը, որ պետք է 5000-7000 ամյա պետության երկրի, հա, հայրենիքի քաղաքացին, այսօր անկախ Հայաստանի քաղաքացին, պիտի վեր կենար, տեղից թռներ ու ասեր հələ մի հատ ստոպ։ Դուք այս իմ երկրի պատմությունը, այս դրել եք ավերում եք, ոնց ուզում եք, այնտեղից պոկում եք խորենացում, բերում եք, չգիտեմ, իդեպ խորենացուն 5-րդ դարից 7-րդ դար բերելը ուժային որոշ կենտրոնների նպատակն է եղել, միշտ, որովհետև դա լավ տարբերակ էր մեր պատմությունն ամբողջությամբ խեղաթյուրելու համար, հա, ժամանակագրական կարգը խախտելով։ Հիմա այս մարդիկ նույնին լծվել են։ Արցախը հայտարարեցին ադրբեջանական տարածք, որտեղ ենք մենք պիտի ջարդեինք, թող չհամարվի, որ ես կոչ եմ անում գնալ ջարդել փշրելու, բայց ես չեմ պատկերացնում, որ Արցախը համարեն 5000-ամյա հայկական տարածքը, ադրբեջանական տարածք ու գիտական հանրույթը մեր նստած 5 հատ ասենք հոդված գրի դրա դեմ, կամ 4 հատ էլ Facebook-յան պինդ գրառում, ինչով օգնեցինք մենք այդ խեղաթյուրման դեմն առնելու համար։ Հայոց ցեղասպանության փաստը գլխիվայր ներկայացնել, հələ դեռ մի հատ էլ իրեն թույլ տվեց Սփյուռքում հայտարարել, թե հələ պիտի հասկանանք ինչ է եղել, երբ է եղել, ինչի է եղել, հա, կամ հերթով քայլելով եկան հասան մեր պապերի համար սրբություն համարվող հայրենական պատերազմին, ամեն մեկս մեր ընտանիքում ունենք, մեկի թորն է, մեկի պապն է, մեկի հայրն է, չգիտեմ, կորուստներ ունենք։ Եկան հասան, դա էլ սկսեցին աղավաղել, մինչև երբ պիտի այս շղթան գնա, հա, Լիլիթ, դեմը առնող չկա, ու անում են, ու անելու են։ Տեսեք, հրաշալի է աշխատում մեքենան, միշտ ես բերում եմ այդ բուրգի կառուցվածքի օրինակը, մեզ մոտ շատ կուռ է համակարգը, ի վերջո այն բոլոր բաները, որ թվարկում եք, գիտահետազոտական ինստիտուտներ, մշակութային պոակ պիտի ասենք, որովհետև բոլոր այդ կենտրոնները պոակների տեսքով են, այդ բոլորը ի վերջո գնում հանգում են մի կետից են կառավարվում, մի կետից են ֆինանսավորվում, մարդկանց մեծ մասը այնտեղից աշխատավարձ է ստանում, հա, ու այստեղ որպեսզի այնտեղ ներսում տակից ինչ-որ մի բան կատարվի, պետքա ուրեմն այդ համակարգերը իրենք շարժվեն, դա հնարավոր չի, դա շատ կուռ է կառուցված, ու երբ ես իդեպ ասեմ, որ մենք նախաձեռնել ենք շուտով, չգիտեմ հաղորդումը երբ է գնալու, բայց հուլիս ամսին մենք ունենալու ենք շատ հետաքրքիր համաժողով եւ այնտեղ մենք խոսելու ենք նաեւ այս խնդիրների մասին, ինչպես է ստացվում, որ չի ստացվում տեղից շարժել։ Եվ այստեղ շատ երևի մեծ գաղտնիքներ չկան, այստեղ կա հիմնական բաները, բաղադրիչները, այդ սոցիալային ֆիկտիվ ակտիվությունն է, որտեղ մարդը պարպում է իր էներգիան, այսինքն ինքը ունի ասելիք, ինքը ունի բողոք, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս հրապարակ չի կարող դուրս գա, որտեղ հրապարակում անշարժությունն է, դուրս է գալիս, ինքը սոցցանցեր այնտեղ դատարկում է իր ասելիքը, ինքը համարում է, որ ինքը իր պարտքը կատարեց եւ ինքը այդ զայրույթի իր բազմաբաժինը փոխանցելով բան անում, սահմանափակվում է։ Չկան այն համակարգերը, որոնք այդ ամեն ինչը կմոբիլիզացնեն
եւ կդարձնեն կուղեն ինչ որ մի հուն։ Այդպիսի process-ներ իրականում սովորաբար գնում են ընտրություններից առաջ։ Կամ ինչ որ մեծ իրադարձություն է տեղի ունենում, որի շուրջ տեղի ունենում բողոք եւ խտացում եւ այնտեղ ձևավորվում է ինչ որ հոսանք, մարդիկ այսինքն ինչպես եղավ օրինակ սեպտեմբերի 19-ին 2023 թվականի, երբ շատ ինքնաբուխ մենք բազմաթիվ հազարավոր մարդիկ դուրս եկան հրապարակ եւ փորձեցին իրենց այդ կազմակերպել ու ձև տալ իրենց այդ, բայց նույնիսկ այդ պարագայում այդ ամբողջ ազնիվ բողոքի մեջ այնքան հեշտ եղավ քարոզչական միջոցներով ներքին հա տարբեր շոշափուկներով իրարից բաժան անել, ասում հրաշալի աշխատող համակարգ է։ Իսկ այդ ձեր ասած հանրույթները պատմագիտական, չգիտեմ, մշակութամերձ տարբեր խմբեր, որտեղ Գիտությունների ակադեմիան եւ այդտեղ բոլորը պետական հիմնարկներ են ի վերջո եւ իրենք կառավարում են պետական իշխանությունների կողմից։ Աշխատավարձի կարճած լինելով մարդը պիտի գործողություն անելու ձև է իմանա։ Ինքը ինչպես պիտի անի այդ գործողությունը։ Այսինքն առաջնորդողներ են գրում են, խոսում են, ասենք ես տեսնում եմ գիտական հոդվածներ, ասենք տեսնում եմ Էրեբունի թանգարանի տնօրենը, որը ակտիվորեն դեմ էր արտահայտվում իրեն, գիտենք աշխատանքի չի այլևս, այսինքն այդպիսի մարդիկ բարբերաբար հայտնվում են, իրենք խոսում են, իրենք փորձում ինչ-որ բան անել եւ հետո իրենք դուրս են մնում ուղղակի process-ից, դառնում են անհատներ, ովքեր արդեն սոցցանցային ակտիվություն են ցուցաբերում։ Այո, այդ հանրույթները մեզ մոտ կազմակերպված չեն, իրենք չունեն այն ուժը, որ պիտի ունենային, բայց ես ինչքան հետևում եմ համաշխարհային process-ներին, աշխարհում նույնպես քաղաքական քայլերի ու քաղաքական գործողությունների եւ որոշումների վրա այսօր այդ հանրույթները գնալով ավելի ու ավելի փոքր ազդեցություն ունեն։ Այսինքն մենք ուզում ենք հասկանալ մենք որպես հասարակություն կենթանի ենք թե չէ, մեզ դրանով է հետաքրքիր։ Ինչու չի ընդվզում սա, ինչու սա չի խոսում, ինչու չի արտահայտվում, բայց ես կդժվարանամ ասել, եթե այդ բոլորը այսօր միաժամանակ սկսեն խոսել եւ այն այդ կումուլատիվ էֆեկտը ինչի կբերի, եթե արդեն բուրդը կառուցված է, չի հանգի, պայքարի գեներացման։ Դա պիտի արդեն լինի ընտրությունների ժամանակ, այսինքն մենք այս ամեն ինչը պիտի տեղերում ամեն մեկը իր տեղում պիտի բանանի, որ գնա եւ ընտրություններին հնարավոր չլինի վերարտադրվել։ Ախր Լիլիթ ուզում եմ հետեւյալը մի շատ կարեւոր հանգամանք կա։ Ընտրությունից ընտրություն, հա, տարբեր ուժեր ակտիվանում են եւ այլն։ Մենք ուղղակի պիտի դուրս գանք դասական այդ պայքարի, կարծում եմ, շրջանակների։ Մի տարի առաջ փորձ եղավ։ Ինչու դուրս գանք, որովհետեւ շարժման ժամանակ փորձ եղավ։ Բայց այդտեղ լուրջ սխալներ եղան, դրա համար չստացվեց։ Մենք անդադ ամեն ինչ դատում ենք այդ ընդդիմություն իշխանության հարաբերություններն էլ ենք այդ դասական կլասիկ ձևի մեջ դատում, դա մեծագույն սխալն է մեր։ Եթե մենք ընկալենք հետեւյալը, որ մենք կանգնած ենք պետության կորստի շեմին, որ մեր երկրի ղեկավարությունը օտար ուժերի ծառայող խամաճիկներ են, որ մեր երկրում ոչ թե պետք է, ասենք, բարեկիրթ պարոն եւ այլն դիմելով պայքարել այս իշխանության դեմ, որ նրանք ոչ թե պարզապես, ասենք, ինչ-որ կոռումպացված սրիկաներ են, այլ ազգադավ անձիկ են, որոնք եկել են դավաճաններ են, այդ որակումները իրավական հարթության մեջ կտրվեն, որոնցից պետք է ժամ առաջ ազատվել ազգային ազատագրական պայքարով։ Ես ի սկզբանե դրա կողմնակիցն եմ եղել։ Այլ պայքար, որ այ ընտրությունները կգան, կսկսեն տարբեր հանրույթներ ակտիվանալ, մի բան կլինի, չի լինելու այդպես։ Չի լինելու, որովհետև մենք նորից մեր ժողովրդին հակառակը տանում ենք շատ լուրջ վտանգի առաջ։ Ընտրական գործընթացներ են, մարդիկ կսկսեն նորից մտածել, դե հիմա նորից սկսել են էլի իշխանություններին քարկոծել, դե ընտրություն է, ամեն մեկը ուզում է ինչ-որ մի աթոռ ունենալ ազգային ժողովում, ոչ, մինչ ընտրությունները 4-5 տարում մենք այդ գեներացումը պիտի անենք ու ժողովրդին հասցնենք այն գիտակցումը, որ դու սիրելի հայ մարդ, քո ինքնությունն ես կորցնում, քանի սրանք մնան, այնքան տարածք ես կորցնելու, հայրենիքը մեր փոքր կորցրեցինք, չէ՞, էլ դրանից ուժեղ փաստ, էլ դրանից էլ, բայց այդ ամենի կորստից հետո մենք չենք տեսնում համազգային այդ մեծ պորտկումը։ Այ հիմա ես կուզեմ անդրադառնանք նաև թատրոնների հետ ինչ է կատարվում ու այդ ամբողջի դիմաց մեր հանրային արվեստագետ, մշակույթ, գործիչներ հասարակական եւ այլն, այս քար լռությունը ես չեմ կարողանում հասկանալ թատրոնների հետ կապված, ուզում որ անդրադառնաք դուք, տեղեկատվություն ես ունեմ, որ այս մարդկանց ծրագիրն է վերացնել
Հայաստանում ընդամենը թույլ տալ 3 թատրոն, թե որը կլինի, երևի մեկը Սունդուկյան, երևի մյուսը դրամատիկական, մեկն էլ ռուսական թատրոնը Ստանիսլավսկու անվան, հա, ենթադրում եմ, թեպետ դերասաններից մեկը ինձ հենց այդպես էլ ասեց, որ հենց այդքանն են մնալու, մնացած բոլորը վերացվելու են։ Եվ հիմա եթե որևէ մեկը ինձ ասի, թե ի՞նչ ես ասում, ես ուղղակի կասեմ, հետևեք Գոյին, ինչ կատարվեց Գոյի թատրոնի հետ։ Հիմա պատանի հանդիսատեսն է մեջտեղում արդեն թիրախում, եւ մենք լռում ենք։ Նախ թատրոնների հետ կապված դարերի պատմություն ունեցող հայ ժողովուրդը կարող է ԿՊ-ի իշխանության օրոք կորցնի իր այդ արվեստը, այդ մշակույթը։ Ես կարող եմ ենթադրել, որ հավանաբար կան ծրագրեր, բայց այդ ամենի ենթադրությունը ես ինֆորմացիա իրոք չունեմ, որ գուցե գնում է ինչ-որ խոշորացման պրոցես, դա ես ասում եմ ենթադրելով, ելնելով նրանից, որ խոշոր միավորներ ավելի հեշտ է կառավարել, շատ ավելի հեշտ է կառավարել, ասենք 5 խոշոր ինչ-որ պոակ, քան մի քանի մանր անկախ ինքնավար այստեղ մշակույթի դաշտում մենք ունենք ընդհանրապես արդեն նեոխորհրդային մոդել։ Մենք գնում ենք տոտալիտար համակարգի մեծ հաշվով, որովհետև Գոյի այդ փոքրիկ ինքնավար անկախ թատրոնի, որը պետական աջակցություն էր ստանում, փակումը դարձավ բանը։ Ընդամենը ոնց որ մի զանգակ, որը մեզ պիտի ասեր այդ մասին, ու դրանից պիտի մյուս թատրոնները բանանեին, չէ՞, բայց չեղավ, չաշխատեց։ Այ դա էլ էլի։ Հա, չաշխատեց։ Մինչև այդ եղել էր կամերային երաժշտական պետական թատրոնի փակումը։ Այո։ Հիմա խմորումներ են գնում պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ, որը դեռ չգիտենք ինչի է բերելու, ինչ է այնտեղ ի վերջո լինելու։ Բայց այս բանը արդեն տեսնում ենք, որ կա խնդիր է դրված փոքր ինքնավար ստեղծագործ միավորումները մտցնել, միացնել մեծերին, տարալուծել, այսինքն խնդիրներից խուսափել, որտեղ դժվար է, գիտեք, անկախների հետ շատ դժվար է, անկախ մարդու հետ դժվար է, անկախ թատերախմբի հետ դժվար է, անկախ ստեղծագործական ինչ-որ միավորման հետ շատ դժվար է աշխատել։ Մշակութային դաշտ են ոչնչացնում։ Կարող եք ոչնչացնելը, ես չեմ կա, ինձ թվում է իրենք ուզում են ուղղակի ամեն ինչ շատ կառավարելի դարձնել, հա, հեշտ դարձնել։ Բանա, եթե գնում ենք այդ հակաուտոպիայի էլի ժանրի բաներով, իհարկե շատ ավելի հեշտ է վերցնել ինչ-որ մի հատ խոշոր բան ստեղծել, դրա մեջ լցնել ամեն ինչը, այնտեղ ոնց որ ասում եմ նեոխորհրդային, բայց երևի խորհրդային ժամանակ դեռ ավելի բան էր, բազմազանություն կար, չգիտեմ։ Հիմա ժամանակ ուրիշ խնդիր էր։ Հիմա այս մարդիկ ավելի շատ ես օրինակ Արևմտյան Հայաստանում ոնց է ցեղասպանությունից հետո Թուրքիան ոնց վարվեց մեր մշակույթի հետ, լեզվի հետ, ես հիմա գուցե կարող եմ մեկը լսի ասես ինչ է ասում, չափազանցնում է, բայց սրանց քայլերում ես այդ ծերագիրը տեսնում եմ։ Կա ժամանակ, երբ այդ ամեն ինչը կարող էր թվալ, հա, ինչ որ շատ վառ երևակայության ու իրոք, ասենք, գիտական ֆանտաստիկայի բաներից։ Հիմա այն ամեն ինչից հետո, հատկապես Արցախից հետո, ինչ որ մենք ապրեցինք, մենք իրավունք ունենք մեծ հաշվով հավատալ բոլոր ֆանտաստիկ սցենարներին։ Հա, ես չեմ դադարում անընդհատ համոզվել, որ այնպես ինչպես վարվեց թուրքական իշխանությունը ցեղասպանությունից հետո, դրանից առաջ էլ, հա, հայ արվեստի հետ, հայ գործիչների հետ, հա, հայ մտավորականության հետ, հայոց ցեղասպանության շրջանում էլ ոնց սկսվեց, չէ՞, այդ ամբողջ ընթացքը նախ գլխատեցին մտավորականությանը։ Հիմա ոչ պարտադիր չի, որ իրականում գլխատեն, բայց գլխատվում է։ Այսինքն, եթե մտավորական այսօր մեր լռում է, կնշանակի ինքը ինչ-որ վախեր ունի։ Ինքը տեսել է, որ սա մի իշխանություն է, որը իր հետ կարող է անընդհատ հաշվի հարդարտեցնել, դե լավ է, ուրեմն ես կլռեմ մի կողմի վրա այսպես կուչ կգամ, մինչև գուցե կանցնի ինչպես մեկը անունը չեմ ուզում տալ, ուղղակի ասեց իջնենք ջրի հատակը, մինչև անցնի վտակը, վտանգը, եւ ես սարսափեցի այդ խոսքից, եւ դա ինձ ասում էր մտավորականը։ Արվեստագետն էր ասում։ Պիտի հասկանանք ովքեր են մտավորականները, այս նոր հասարակական կառուցվածքի մեջ, որ մենք այսօր ստացել ենք, այս ամեն ինչից հետո ինչ մեզ հետ պատահեց, ում ենք մենք անվանում մտավորական, ում ենք մենք անվանում արվեստագետ, ինչ ենք մենք ակնկալում իրենցից, այս ամեն ինչ էլ եմ ասում, ոնց որ իմի բերելու այս ամեն ինչի շուրջ խոսելու համար մենք պատրաստվում ենք այն բոլոր մարդկանց հրավիրել, ովքեր այսօր իրենց համարում են արվեստի դաշտի ակտիվ ներկայացուցիչ եւ միաժամանակ չեն խուսափում քաղաքական թեմաներով հանդես գալուց,
մենք այս բոլոր թեմաների շուրջ պատրաստվում ենք հետաքրքիր մի մեծ քննարկում ունենալ, բայց քննարկումները իհարկե շատ քիչ են, այստեղ կա անձնական անհատական պատասխանատվության խնդիրը։ Կարելի է ասել, որ այսօր իմ ձայնը շատ քիչ բան է փոխում։ Ես գիտեմ, որ իմ ձայնը շատ քիչ բան է փոխում, բայց ես չեմ կարող չասել։ Ինձ դժվար է վեր կենալ առավոտյան տեսնել բանը, այդ փաթեթը, որ մեր առջև դրվում է ամեն օր, հերթական պահանջների, հերթական վտանգների եւ տեսնել նաեւ ցավոք նախկին սիրելի գործիչների տարբեր արվեստի բնագավառից, որոնք այսօր շատ հանգիստ համագործակցում են, ձեռք են սեղմում, ընդ որում գիտեք, այստեղ շատ կարևոր է տարբերել, քանի որ մեզ մոտ մշակույթի ոլորտը, ել եմ ասում, պետական բանի տակ է, մեծ մասը, երևի 80% հաշվարկ չգիտեմ արվելա թե չէ, բայց կազմակերպությունների մշակութային ֆինանսները գալիս են պետական բյուջեից։ Ֆինանսավորումը ամբողջությամբ պետական բյուջեից է, բացի այն, որ ֆինանսավորումը կարող է ֆինանսավորում լինել պետական բյուջեից, բայց դու չլինես պետական վերահսկողության տակ։ Դու ի վերջո կարող ես չէ աջակցություն ստանալ, բայց այդ մոդելը մեզ մոտ այդպես էլ չմտցվեց, երբ որ դու աջակցություն ես ստանում, բայց դու չես հանդիսանում իրենց աշխատողը։ Տեսեք, իրենք ամեն ինչ անում են, որ պահպանվի, այսինքն դու շարունակես, արվեստի մարդը շարունակի հանդիսանալ կախված բանից, մնալ կախված պետական հիմնարկից։ Դա շատ տգեղ մոդել է, որը ոչ մի կերպ փորձ չի արվում քանդելու։ Մենք պիտի դա է պատճառը, այսօր ես ուզում եմ հասկանալ։ Պատճառներից մեկը, պատճառներից մեկը։ Բայց այն, որ ինքը ուզում է ստեղծագործել, գուցե ինքը տաղանդավոր է, գուցե շատ տաղանդավոր ասում են ինձ տեղ չեն տա, եթե ես դուրս գամ մի հատ բեմից խոսեմ հակաիշխանական մի բան, հանրայինը ինձ այլևս եթեր չի տա։ Շատ հնարավոր է, մենք գիտենք, որ այո, կան այդպիսի դեպքեր, եւ կան մարդիկ, որոնց մուտք արգելված է, այլևս եւ այդ ֆինանսավորում իրենք ուղղակի պրակտիկորեն չեն ստանում եւ իրենք շատ դժվար է դարձել իրենց գործունեությունը, բայց գիտեք, մի կյանք է սա, մի փոքրիկ կյանք, մի փոքրիկ երկիր։ Բայց ինքդ քո մտքի, սրտի, հոգու առաջ այդ պատասխանատվությունը բա, լավ։ Մենք ուղղակի, եթե մենք չենք հաշտվում մեզ պարտադրվող այն մտքի հետ, որ այս կյանքը միայն լավ ապրելու համար է։ Ի վերջո մենք պիտի կյանքի ընթացքում փորձենք հասկանալ այս կյանքը ինչի համար է։ Եթե մենք վերցնում ենք այս կյանքը որպես ինչ-որ կենսաբանական գոյություն ու մտնում ենք այդ կենսաբանական process-ի մեջ, ասենք բույսերը իրենց ֆոտոսինթեզով, մենք էլ մեր մարդասինթեզով, մենք այդ դեպքում մենք բանից հրաժարվում ենք մեզ տրված այն մնացած արտոնություններից։ Իսկ մեզ տրված էր այս գիտակցական նաև բաղադրիչը, որ մենք փորձենք հասկանալ, ի վերջո մենք ինչու ենք եկել այստեղ։ Եթե մենք դրանից հրաժարվում ենք, մենք ասում ենք, որ մենք ընդհանրապես ինչ-որ էակ ենք, որը զարթնում է, լվանում ատամները, գնում աշխատանքի եւ երեկոյան գնում քնելու եւ ընթացքում պարտադիր ուտում է համեղ բաներ, այդ դեպքում ինչու այս ամեն ինչի իմաստը որն է։ Իրոք կարելի է փակել երկիրը։ Միանշանակ եւ այսօր չէ հայտնի մեր գրողի Հրանտ Մաթեոսյանի հայտնի պատմվածքը հաճախ է բերվում, հա, հիշողության մարդը եւ անասունը իրարից ինչով են ի վերջո տարբերվում։ Ես ուզում եմ մի դուք գրառում եք արել, հա, ձեր գրառումը ուղղակի մտավորականների հետ կապված ինձ շատ էսպես դուր եկավ։ Արցախի կորստի օրերին այդ մարդիկ հետ քաշվեցին, որ չվտանգեն իրենց ճակերտում եք վերցրել արվեստը։ Մարդիկ վախենում են Արցախ անունը տալ, որ իրենց հարաբերությունները չփչացնեն իշխանության հետ։ Ես այս տեսակին իմ շատ հարգելի Լիլիթ չեմ ընդունում։ Ես իրենց արվեստն էլ ես չեմ ընդունում։ Գիտեք ինչու, որովհետև եթե վաղը պետությունը չլինի, մեր Հայաստան պետությունը, ում է պետք իրենց երգարվեստը, որտեղ պիտի ծաղկի այդ երգն ու նկարչությունը, այդ չգիտեմ ամեն ինչը, հա, մշակութային ամբողջ այդ իրենց ժառանգությունը, եթե չլինի հայոց պետությունը, որտեղ է տեսնում ենք, չէ, Արևմտյան Հայաստանում հետքը չմնաց հայոց մշակույթի, ինչ է կատարվում այսօր Արցախում, հիմնահատակ ոչնչացվում է հայկական հետքը, նույն կերպ թող ինձ ներեն,
Աստված ոչ անի, որ դա կատարվի, ցավոտ բան եմ ասում շատ, բայց ուզում եմ, որ մարդիկ ցնցվեն, հասկանան, որ ոչ իրենց կտավները կպահպանվեն, ոչ իրենց երգերը կհնչեն, որքան որ իրենք կարծում են, որ իրենք ժողովրդական արտիստ են եւ ազգային երգն են քարոզում, որտեղ եք քարոզելու սիրելի երգիչներ, արվեստագետներ, ձեր հայկականը, եթե չլինի հայկական պետությունը։ Ես այդ հարցի պատասխանը կուզեմ ստանալ, հա, շատ եք շփվում, ձեր ոլորտի մարդիկ ունեն այդ հարցի պատասխանը։ Այստեղ էլի երևի բացատրությունը, այսպես ոնց որ կապենք հարցազրույցի վերջը սկզբին, երևի էլի չեն հավատում, որ դա հնարավոր է, որովհետև ես պատկերացնում եմ զրույցները, որ ասենք պետական մշակութային այդ ոլորտի ղեկավարների կաբինետներում, հա, լինում են, այնտեղ հո իրենց չեն ասում, որ գիտեք, մենք պիտի այնպես անենք, որ Հայաստան պետությունը չլինի։ Չէ, շատ տեսեք ինչքան պրիմիտիվ բան եմ ասում։ Չէ, բայց բանա, մարդիկ հակված են չհավատալու։ Ինքը ասում է, տեսեք, ուր է տանում։ Քիրթ մարդ է, կոստյում ունի հագին կամ գեղեցիկ կին է, խնամված։ Ինքը ինձ ասում է մաքուր հայերենով հետաքրքիր տեքստեր, ինքը ինձ ասում է, որ մենք պիտի խրախուսենք արվեստը, չէ, այդ ամեն ինչը ասվում է։ Եթե մարդը չի կարողանում հավատալ, չի ցանկանում հավատալ, որտեղ հնարավոր չի հավատալ դրան։ Ինքը հակված է այդ ամեն ինչը վերցնել ու բանանել։ Այլ հարց է, որ բայց մարդու մտածողությունը, ասենք դատողականությունը, բա որտեղ է, ասենք ասում է, բայց գործերից են, չէ, Աստված էլ ասում է, Աստվածաշնչում ասում է, գործերից դատեք։ Ուրեմն պետք է ընդհանրապես դատեն գործերից, քանդող են այդ առաջարկները, ծրագրերը, թե ստեղծող։ Այստեղ եկեք ես ուրիշ բան ասեմ։ Ինձ համար առանցքային եղան Արցախի շրջափակման 9 ամիսները։ Դրանք զարմանալիորեն համընկան հղիության 9 ամսվա հետ կնոջ։ Մենք 9 ամիս շարունակ ինչ է անում կինը, երբ գիտի, որ իր ներսում կյանք է, բաբախում, որը կախված է իրենից, կախված, բառի բուն իմաստով, սնունդ է ստանում իրենից, պորտալարով, այդ բարակ միջանցքով պորտալարի։ Այսինքն այդ զգացողությունը, որ ունի մայրը, որը պատասխանատու է, իրեն տանում է բժիշկների մոտ, իրեն տանում է, ինքը իրան դնում է արդեն լրիվ ուրիշ վիճակի մեջ, ինքը իրան զգում է մայր։ Դեռ երեխան չծնված, ինքը արդեն պատասխանատու, ինքը արդեն մայր է։ Մենք 9 ամիս շարունակ այդ պորտալարը, որը փակվել էր, դուք պատկերացնում եք քո երեխայի պորտալարը փակված է, ինքը չի ստանում թթվածին, ինքը չի ստանում սնունդ։ Ու մենք այստեղ ապրում էինք։ Ես այդ 9 ամսում հասցրեցի ճանաչել շատ մարդկանց, ես հասցրեցի հասկանալ մարդկանց մտածողությունը, ես հասցրեցի հասկանալ սնահավատությունները, հասցրեցի հասկանալ քարոզչության ուժը։ Եվ հիշում եմ այդ խուճապի հիստերիայի նոպաները, որոնց մեջ անկնում էին շատ հաճախ, քանի մոտենում էր հատկապես հունիսի վերջից, երբ արդեն բոլոր բաներն էին, սնող մազանոթներն էին արդեն փակվել, դա մի ուրիշ վիճակ էր, ու ես դուրս եկած ես ասում եի, ես փնտրում էի այդ բանը, այդ վիճակը, ես հասկանում էի, որ այնքան բթացրել են արդեն, այսքան մայրական վնասը երեխային փրկելու, մենք բան ենք արել։ Մենք հասել ենք այն կետին, որ մենք կարողացել ենք բթացնենք այդ վնասը։ Դրանից հետո եւ այդ ընթացքում ես այն ինչ գրել էի, ես հենց այդ շրջանի մասին եմ գրել, որովհետեւ մենք փորձում էինք ձայն բարձրացնել ինչ-որ ձևերով, ընդ որում հայտնի արտիստների միջոցով, որովհետեւ ինչքան արտիստը հայտնի է, այդքան մեծ է լսարանը, այդքան խոսքը ավելի տեղ է հասնում եւ այն ժամանակ դեռ չէր եղել այս գազայի դեպքերը դեռ չէին եղել եւ աշխարհի ուշադրությունը մեր կողմն էր, մենք դեռ ունեինք հնարավորություն աղմուկ անելու, մենք դեռ կարող էինք շատ բան անել ու չարեցինք։ Հիմա դրանից հետո անկեղծ ասած մեծ ակնկալիքներ։ Այո, այս իշխանությունից այլևս իշխանություններից չեմ, հասարակությունից։ Հա, նա հենց այդ բաներից չունեմ այն մարդկանցից, ովքեր որ չեն ցանկանում հավատալ կատարվածին։ Այն բանից հետո երբ սեպտեմբերի 19-ին Արցախը սկսեց ռմբակոծվել եւ արդեն պարզ էր, որ Արցախի մենք բանն ենք գրում այդ էջը, դրանից հետո նույնիսկ դրանից հետո մենք տեսանք զարմանալի ու լսեցինք զարմանալի արտահայտություններ։ Դրանից հետո կներեք ես բան չեմ
տրամադրված չեմ մտածելու, որ այն մարդիկ, որոնցից մենք ակնկալիք ունենք, որպես արվեստի մարդ, որպես մշակույթի մարդ, որպես նաև խոսքի մարդ, գրավոր խոսքի մարդը, իրենք եթե ցնցումը իրենց չհանեց այդ թմբիրից, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչ ցնցում պիտի լիներ, որ այդ թմբիրից հաներ։ Այնպես որ պիտի փոքր ուժերը իրենք հարցանա, համախմբվել, չգնան պարակտման, այլ հակառակը, չնայեն մնացած բաներին, չնայեն նույնիսկ քաղաքական համակրություններին, զուտ վտանգի միավորող այդ զգացումը, որ մենք պիտի մեր այդ փոքրիկ ուժը, փոքրիկ բանը, իմպուլսները ուղարկենք ու իրար գտնենք, էսա։ Մտավորականների հետ կապված մի բան էլ ասեմ, եզրափակենք մեր զրույցը, Լիլիթ, միշտ էլ մեր պատմության ընթացքը, որ նայում ենք, անցած դարի գոնե սկզբի, հատվածը, մեր մտավորականները շատ ակտիվ մարդիկ են եղել, իրենք թե հասարակական, թե քաղաքական առումով, իզուր չէր, որ հայոց ցեղասպանության ընթացքը իրականացման ծրագիրը սկսվեց նախ մեր մտավորականներին, ոչնչացնելով, որպես գլուխը կտրես, որ հետո մարմինը ինչ կուզեն կանեն, որովհետև ակտիվ էր մեր հայ մտավորականը։ Հայ մտավորականը ակտիվ է եղել 36-37 թվականներին, դրա համար խորհրդային տարիների այդ սկզբի ստալինյան տարիների այդ սև ցուցակներում մեր մտավորականների անուններն էին, որովհետև իրենք չէին հաշտվում իրավիճակի հետ, իրենք խոսում էին, իրենք բարձրաձայնում էին, միշտ եղել է առաջամարտիկը մեր մտավորականը։ 65 թվական թեկուզ, հիմա մտքով, երբ որ հայոց ցեղասպանության այդ խնդիրն էր բարձրացում խորհրդային միության ժամանակ, ովքեր էին, հայ մտավորականներն էին, 88-ի շարժման ժամանակ ովքեր էին կռիվ տարից ճակատ, այսպես ճակատ առ ճակատ Գորբաչովի հետ Մոսկովյան Կրեմլում խոսում էին, բարձրացնում էին հայկական Արցախի հարցը։ Հայ մտավորականը միշտ եղել է ակտիվ։ Մի առիթով ես պատմաբանների հետ երբ որ զրուցում էի, ասացի, այ ոնց հասկանանք, որ այսօր էս վիճակն է, ասեց, ամեն դեպքում դու նկատի ունեցի, որ մենք լավագույն մտավորականներին անցած դարասկզբի ցեղասպանական այդ շրջանից կորցրել ենք։ Անընդհատ կորուստը եղել է մտավորականների շարքերից եւ ցավով երևի պիտի այսօր արձանագրենք, որ այն ուժեղ գենից բան չի մնացել։ Թող ինձնից չնեղանան մեր մտավորականները, բայց ես իրենցից եմ նեղանում, որովհետեւ չի կարելի ասել սպասենք կանցնի, հետո դուրս կգանք ջրի հատակի տակից, այդ ժամանակ մենք պետություն չենք ունենա։ Միայն գենը, չգիտեք, Յուրի Լոտմանին, չգիտեմ, իր գործունեությանը, իր խոսքին հետևել եք թե չէ, ես շատ եմ սիրում լսել իր հատուկենտ մնացած դասախոսությունները եւ ինքը մարդու անհատի ստեղծած եւ թողած հետքի մասին շատ սիրուն խոսում է, որ մեզ համար կարևոր է ոչ միայն մարդը ինչա ստեղծել, գրել, նկարել եւ այլն, այլ իր կենթանի պրոդուկտը մարդկանց տեսքով, որտեվ մարդը սերունդ է տալիս իր, որ ասում աշակերտներից չեմ սփռել, չէ, նաեւ աշակերտներ սփռելով։ Հիմա եթե մենք դարասկզբից ունեցել ենք այդ բանը, չէ, գլուխը բարձրացավ, կտրվեց, հետո 30-ից գլուխը բարձրացավ, կտրվեց, այսինքն այդ համահարթեցման, այդ վախը, որ եթե գլուխը բարձրա կկտրվի, իջնենք ջրի հատակը, այդ մտայնությունը արդեն մտածա մի կողմից, մյուս կողմից այն մարդիկ, ովքեր այո դա տասնյակներով, հարյուրյակներով վերածվել են, իրենք չեն թողել իրենց սերունդը ոչ միայն երեխաների տեսքով, այլև աշակերտների տեսքով, այդ իր հերթին պայմանավորել է, հետո նաև մեր մտավոր հարստության, բազմազանությունը, զարգացումը, մենք գուցե այսօր աղքատացած ենք շատ, գուցե այսօր աղքատացած ենք, բայց մյուս կողմից ես չգիտեմ ձեր շփումները ինչպես են, հետաքրքիր բան կա, ես շփվում եմ Արցախից եկած շատ մարդկանց հետ, ես չեմ անվանում մտավորականներ, ինձ համար մտածող մարդն է մտավորականը, ինձ այսինքն ինչա ինքը հասցրել գրել, ինչա ինքը հասցրել ստեղծել կամ էլ ինչ կոչումներ, այդ ամեն ինչը այդքան չի տպավորում ու այդքան կարևոր չի թվում, ինչքան այն ուղիղ ազնիվ հայացքը, որ ես այսօր շատերի մոտ տեսնում եմ, ու ես տեսնում եմ, որ կան այդ մարդիկ, որ բաց են նայում աշխարհին, ընդ որում իրենց միայն վախը չի, որ պայմանավորում է իրենց քայլերը, միայն շահը չի, միայն հացու կացը չի պայմանավորում, այլ իրենք գնում են այդ ամեն ինչից վեր եւ այսօրվա աշխարհն են տեսնում եւ նաեւ հարևան պետություններն են իրենք փորձում հասկանալ, այսինքն հասկանալով են
կառուցում իրենց ասելիքը։ Հիմա այդ մարդկանց գտնել, բերել առաջին պլան, իրենց վրա կառուցել մեր հետագա երկիրը, եթե այդպեսին լինելու է, դա պիտի լինի այսօրվա կարևոր անելիքը։ Մենք, որովհետև մենք կարող ենք շարունակել պահանջներ ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենք խոստովանում են, որ իրենք սպառված են ու հետ են քաշվել։ Մեզ պետք չեն այդ մարդիկ, ովքեր հետ են քաշվել։ Հակառակը, մենք եկեք գտնենք այն մարդկանց, ովքեր իրենց ասելիքը ունեն, եւ այդ ասելիքը իրենց մոտ կշռադատված է եւ բանա, բխում է ճիշտ աղբյուրից եւ սնվում է ճիշտ աղբյուրից։ Այո, ես շնորհակալ եմ, որ հիմա դա դարձավ նաեւ ձեր եզրափակիչ խոսքը, կարծում եմ, որովհետեւ իսկապես մեր հայացքը պիտի հառենք այն մարդկանց, տնտղենք, գտնենք, իսկ այդ մարդիկ քիչ չեն։ Գտնելը շատ կարևոր է։ Եվ վստահ եմ քիչ չեն այդ մարդիկ։ Եվ չխրտնեցնենք իրենց, որովհետև շատ ներողություն եմ խնդրում։ Երբեմն ինչ որ հատկապես այսօրվա սոցցանցային աղմուկի մեջ շատ հեշտ է նեղացնել մարդուն իր ասած ինչ որ բառի համար, իր արած ինչ որ ժամանակին քայլի համար, կամ շփոթմունքի, կամ իրեն վերագրվող ինչ որ արարքի եւ մարդկանց հետ պահել անընդհատ բան։ Չէ, եկեք մենք ի վերջո մենք շատ ավելի բան ունենք իրար հետ կիսելու, քան մեզ էսպային մենք շատ ավելի միասնական ենք, քան մեզ էսպային ներկայացնում են։ Եկեք մենք դա ողջևորում եք այն առումով, որ ես ընդդիմադիր դաշտում օրինակ որ տեսնում եմ այդ հակադրությունները եւ ցավ եմ ապրում, որ ընդդիմադիր թևերը իրար հետ սկսում են խոսել այնպես, ինչպես ասենք կարելի է քննադատել այս իշխանությանը եւ այդ թիրախավորումը մեկ-մեկում էս հեչ լավ տեղ չի տանելու, բայց հույս է քո խոսքից իմ մեջ հույս առաջացավ, որ այնուհանդերձ այդ շերտը, որի անունը կդնենք մտավորական, արվեստագետ, ինչ կուզեք դրեք, այդ գիտակից շերտը կա, այդ շերտը պիտի համախմբել, փոքր, բայց պիտի համախմբել ու մի մտքում ձեր երկու անգամ շեշտեցիք, որ ինչ որ բան եք նախապատրաստում, դա եւս ինչ որ հույսեր է տալիս, ես ուղղակի ողջունում եմ, որ կան այդ մարդիկ, որ կա ձեր նման մարդիկ, կան Աննա Մայիլյանի նման մարդիկ, հավատացեք, որ շատ շատերը տեսակը կա, մեր մեջ չի մեռել, իրենք կան, ինչքան է ես ցավով էսպես փորձեցի ասել այդ երբեմն ուզում ես դոզան նաև բարձրացնել, որ սթափեցնելու համար ճար չկա, որովհետև իսկապես մենք կորցնում ենք մեր երկիրը, մեր արժեքները պահելու համար համախմբում է պետք։ Եվ գուցե եւ իսկապես ընդդիմություն, իշխանություն կամ ընդդիմության թևերում այդ համախմբումը կարող է չկայանալ։ Գուցե եւ հենց այդ գիտակից հատվածում կայանա, այո, գուցե ասացիք հունիսին, սպասենք անհամբերությամբ հուլիսին, սպասենք, այսինքն մտավորական մի փոքր կբացեք, թե դրա կարիքը չկա։ Չէ, դեռ համորման փուլում է, բայց ուզում ուղղակի որպես այդպիսի լուրջ այն բոլոր մարդկանց ում հետաքրքրում է, ովքեր ասում են ինչու չեն խոսում արվեստագետները, ես ուզում ասեմ, որ խոսում են, մտահոգ են եւ նաեւ մտածում են իրենց անելիքի մասին։ Ուրեմն կարող եմ այսպես ասել, որ մենք մեծ սիրով, ես ինքս մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում եմ հենց այդ խոսքին, հանրային հրապարակավ եւ որը կնկատեմ, որ միավորման, բոլորիս միացնելու այդպես միտում կունենա իր մեջ։ Շնորհակալ եմ հետաքրքիր բազմաբովանդակ զրույցի համար, Լիլիթ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր իմ հյուրը բոլորիս կողմից սիրված երգիչ երգահան Լիլիթ Բլեյանն էր։ Լավ եղեք, կհանդիպենք։